Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ Արդար Հայաստան կուսակցության ղեկավար փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Նորիկյան, ազգային ժողովում գլխավոր դատախազը ներկայացրեց տարեկան հաղորդումը։ Մենք ամեն տարի տարեկան հաղորդումը լսում ենք դատախազության եւ երբեմն էլ նաեւ վիճակագրությունը այս տարի կարող ենք արձանագրել, որ լավարկվում է, բայց այդուամենայնիվ դժգոհություն միշտ կա, որ վերջնարդյունքը մենք չենք տեսնում կամ բավարար չափով չենք տեսնում։ Արդյոք այդ դժգոհությունները օբյեկտիվ են։ Շնորհակալություն մեկ անգամ եւս հրավերի համար, այո, կարծում եմ այդ դժգոհությունները օբյեկտիվ են, որովհետեւ ես կարողացել եմ հպանցիկ ծանոթանալ դատախազի հաղորդմանը եւ երկու թվի վերաբերյալ ձեր ուշադրությունը կհրավիրեմ։ Առաջին, որ 2018 թվականից առ այսօր սպանությունների թիվը տարեստարի ավելանում է, ինչը խոսում է դրա զգայուն հանգամանքի մասին եւ այդ առումով ամբողջ իրավապահ մարմինները համակարգը լրջագույն խնդիրներ ունեն լուծելու, որի արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել այդ հանցագործությունը եւ երկրորդը դատախազի հաղորդումից պարզ դարձավ, որ 2024 թվականին 25%-ով ավելացել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։ Սա չափից դուրս մտահոգիչ թիվ է, թեև առանձին միջին եւ ծանր հանցագործությունների դեպքերում մենք ունենք նվազում, սակայն ոչ մեծ եւ առանձնապես ծանր հանցագործությունների գծով հանցագործությունների թվի ավելացումը բավականին մտահոգիչ է եւ այս առումով սա խոսում է այն մասին, իրավաբանները կհասկանան, որ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին դասում են այն հանցագործությունները, որոնց պատիժը նախատեսում են նվազագույնը 10 տարից առավել պատիժ նախատեսող մինչեւ ընդհանուր ՑՄ ազատազրկում, այսինքն մենք գործ ունենք ցավոք սրտի շատ բարդ իրավիճակի հետ այդ ոլորտում։ Ինչ վերաբերում է օբյեկտիվ դժգոհություններին, այստեղ պետք է անկեղծ լինել եւ արձանագրել, որ հենց դժգոհությունները առկա են նաեւ գործող իշխանության մեջ, որովհետեւ եթե չլինեին այդ դժգոհությունները, տարածուրեն մի քանի ամիս առաջ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը չէր ազատվի, քննչական կոմիտեի նախագահը չէր ազատվի, վերջի տարիների ընթացքում մենք տեսնում ենք պարբերաբար իրավապահ համակարգի մարմինների ղեկավար կազմերի փոփոխություններ, ընդ որում գործող իշխանությունը պարբերաբար կառավարության նիստերի ընթացքում գործադիր իշխանության ղեկավարը մշտապես արտահայտում է իր դժգոհությունները իրավապահ մարմինների աշխատանքից։ Այսինքն նաև զուտ վիզուալ առումով մեր հասարակության մոտ չկա այն համոզմունքն ու տպավորությունը, որ Հայաստանի Հանրապետությունը զերծ է կոռուպցիայից, Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է եւ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է իրավունքի գերակայության հիման վրա արդարադատություն։ Այսինքն ամբողջ հանրային ընկալման մեջ մենք չենք կարող այսօր համոզմամբ պնդել, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է իսկապես ակնկալվող արդարադատությունը եւ բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ յուրաքանչյուր ոք իր արարքի կատարած հանցավոր արարքի համար տալիս է պատասխան։ Բայց ի՞նչն է դրա պատճառը։ Իրավապահ համակարգի աշխատանքի թերացումների մեջ է խնդիրը, որտեղ է։ Այդ պատճառները խորքային են, ես չեմ բացառում, որ առկա է նաև քաղաքական կոռուպցիայի դրսևորում, այն առումով, որ կա քաղաքական համաձայնություն ինչ որ շերտի անձեռնմխելիության կարգավիճակը պահպանելու համար, որովհետեւ դուք որքան էլ հիմա տարբեր արդարացումներ բերեք կամ գործող իշխանությունը որքան էլ փորձի տարբեր հիմնավորումներ, օրենսդրական մեխանիզմների բացակայություն, ենթակառուցվածքների բացակայություն, դուք չեք կարող ինձ համոզել, որ 7 տարին բավարար ժամանակ չէր Հայաստանի Հանրապետությունում արմատախիլ անել կոռուպցիան եւ իսկապես պատասխանատվության ենթարկել կոռուպցիոնիստերին։ Սա լրջագույն բաց թողում է, եթե չասեմ ձախողում է։ Մենք բազմաթիվ անգամներ այդ թեմայի մասին խոսել ենք, ես հիմա վերահաստատում եմ իմ համոզմունքը, եթե իսկապես լիներ քաղաքական կամք, եթե իսկապես լիներ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի եւ կոռուպցիոնիստերի նկատմամբ, եթե իսկապես պետությունը խնդիր դներ պատժել հանցագործներին, ես դες հավաստիացնում եմ, մենք այսօր կունենայինք որակապես այլ միջավայր, որակապես այլ մթնոլորտ կունենայինք։ Ցավոք սրտի նույնիսկ նոր գործիքների իրագործումը չի տալիս այդ հարցերի պատասխանները։ Տեսեք, վերջի շրջանում անընդհատ իշխանությունը անընդհատ թմկահարում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, դրա առավելությունները եւ դրա կիրառմամբ են հնարավոր հասցված վնասների վերականգնումը։ Հենց այսօր դատախազի հաղորդումից պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետության կոռուպցիոն դատարան, հակակոռուպցիոն դատարան, եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազության կողմից ընդհանուր առմամբ ներկայացվել է 150 հայցադիմում, ընդհանուր հայցագնի արժեքը այս պահին մոտավորապես կազմում է 608 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ։ Երբ որ այդ գումարները մենք համադրում ենք այն հնարավոր
իրականում թալանված գումարի չափի հետ մենք տեսնում ենք, որ նվազագույն ուրեմն հայցագինը ներկայացված։ Հələ հարց է այդ հայցագները վերջնական արդյունքում որքանով դատարանների կողմից կբավարարվեն օրինական ուժի մեջ մտնեն դատական ակտերը եւ մինչեւ ուր կհասնեն այդ գործերը։ Այսինքն մենք մտել ենք մի ցիկլի մեջ, որտեղ անորոշությունը ավելի շատ է, քան որոշակիությունը, բայց ես հեռու եմ այն մտքից, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման մասին օրենքը միակ օրենքն էր, որով հնարավոր էր վերականգնել Հայաստանի Հանրապետությունում արդարության զգացումն ու ապահովել իրական արդարադատություն։ Ցավոք սրտի, բացի այդ գործիքակազմի կիրառումից, մենք ունեցել ենք նաև այլ գործիքներ, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ օրենքներ, հնարավորություններ, որոնք ցավոք սրտի չեն կենսագործվել այս տարիների ընթացքում։ Իսկ հակառակը կարող են պնդել տարբեր այդ սեգմենտերի ներկայացուցիչներ օգտագործելով օրենսդրական սովորույթները հնարավորություն ունեցան իրենց տերմինով ասած պլստալու քրեական պատասխանատվությունից, որի արդյունքում էլ հարգելի Աննա, այս օբյեկտիվ դժգոհությունը, որ առկա է, հանրությունը երախտամոռ չէ։ Եթե հանրությունը տեսներ իսկապես կատարված աշխատանք, եթե հանրությունը իսկապես տեսներ արդյունքներ, ես դες հավաստիացնում եմ, մեր հանրությունը համարժեք կարձագանքեր եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական համակարգի, իրավապահ համակարգի նկատմամբ նյարդային է մեր հանրության արձագանքը, սա լավագույն ցուցիչն ու գնահատականն է, որ հանրությունը դժգոհ է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության կառավարումից, արդյունավետությունից եւ արձանագրված արդյունքներից։ Չի կարող մի իշխանություն, որը գալիս է իշխանության արդարադատության դրոշակը ձեռքի, կոռուպցիայի դեմ պայքարը ձեռքին, 7 տարի անց ինքը բողոքել հենց այդ աշխատակի անարդյունավետությունից։ Բայց դա արդյոք չի նշանակում, որ այստեղ ոչ թե քաղաքական կամքի բացակայության դրսևորման հետ գործ ունենք, այլ մենք գործ ունենք ուղղակի խնդիրների հետ, որոնք շատ խճճված են եւ նույն այդ արդարադատությունն իրականացնելու ճանապարհին, երբ գործող իշխանությունն ասում է մենք ուզում ենք ամեն ինչ անել իրավական ճանապարհով, ոչ այլ կերպ, այստեղ ունենք խնդիրներ։ Տեսեք, դուք ձեր խոսքում նաև ասացիք, որ դեռ կասկածներ ունեք, որ գործող իշխանությունները ունեն այդ քաղաքական կամքը ամբողջությամբ այդ կոռուպցիան արմատախիլ անելու, բայց մի բան էլ կա։ Գոնե 18 թվականից այս կողմ գործող իշխանության շարքերում տարբեր պաշտոնյաների մակարդակով, եթե կան կոռուպցիոն որոշակի սխեմաներ կամ կոռուպցիոն որոշակի դրսևորումներ, մենք դրա մասին իմանում ենք։ Այլ հարց է, որ իմանալուց հետո արդյոք դրանք հանգուցալուծվում են, թե ոչ։ Վերջին ամենաթարմ օրինակներից մի քանիսի մասին, ընդհանուր իրավասության դատարանի դատավորի սկանդալի մասին, ՍԱՏՄ-ի պետի սկանդալի մասին։ Այսինքն տարբերությունը հետևյալում կարելի է դիտարկել, որ այո, այդ կոռուպցիոն դրսևորումները կան, բայց գոնե գործող իշխանությունը իր ներսից փորձում է դա։ Արդյոք սա քաղաքական կամքի դրսևորում չէ, որ իրենք մերժում են կոռուպցիան։ Տեսեք, կարևոր հարց եք բարձրացնում, խնդիրը շատ պարզ է։ Շատ նենգափոխվում է այն արդարացումների ֆոնի վրա, այն խոստումները, որոնք տրվել է գործող իշխանությունը։ Գործող իշխանությունից 2018 թվականին որևէ մեկը չի ակնկալել, որ իրենք պետք է գան, վենդետա իրականացնեն, ինչ-որ հակաօրինական գործողություններ իրականացնեն, ապօրինի մեթոդներով պայքարեն կոռուպցիոնիստերի դեմ, ճիշտ հակառակը առկա էր իրավական պետությանը բնորոշ բոլոր գործիքները։ Հայաստանի Հանրապետությունում չկար մի գործիք, որը գոյություն չուներ եւ որի բացակայությունն էր արգելք հանդիսանում իշխանության համար իրականացնելու իր տված նախընտրական խոստումները։ Ճիշտ հակառակը այսօր իշխանությունը փորձում է իր ձախողումները արդարացնել հետեւյալ պրիզմայով, որ մենք խոսք չենք տվել վենդետա իրականացնել։ Նման ակնկալիք, նման պատվեր հանրությունը ձեր առջև չի էլ դրել, չի էլ իջեցրել, որ դուք պետքա վենդետա իրականացնեք։ Ճիշտ հակառակը հանրությունը ակնկալում էր, որ այո, իրավական պետությանը բնորոշ գործիքակազմի կիրառմամբ հասնել Հայաստանի Հանրապետությունում նախ հանրային ընկալման փոփոխության, որ գործող իշխանությունը ունի բավարար քաղաքական կամ գնալու ինստիտուցիոնալ փոփոխությունների միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի։ Բայց չէ՞ որ դա ժամանակ է։ Ինչ? Ժամանակ է դա պահանջում։ Շատ լավ ժամանակ է։ Հիմա դուք գիտեք ինչ, այդ ժամանակը ունի ողջամտության սահման։ Այդ ողջամտության սահմանը, երբ որ գերազանցվում է, օրինակ տեսեք, դուք կարող եք 1-2 հնչեղ անունի օրինակով հանրությանը ցույց տալ, թե արդյոք ձեր ժամանակը արդյունավետ է ծախսվել, իրացվել, թե ոչ։ Հիմա տեսեք նույն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գործերով։ Ես այն մարդն եմ եղել, ով 2018 թվականին զգուշացնում էր հրապարակայնորեն Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վիճարկելիությունը կապված մարտի 1-ի գործով։ Հիմա ինչ ստացվավ։
Այն ժամանակ հատուկ քննչական ծառայությունը առաջադրեց մեղադրանք, դատախազությունը դրա նկատմամբ դատավարական հսկողություն իրականացրեց եւ պաշտպանեց մեղադրանքը, այնուհետեւ մենք տեսանք այդ գործով փաստորեն ինչ ստացվեց։ Փաստորեն ստացվեց, որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով արդարացվեց։ Դե հետո վերավորակավորեց դատախազությունը այդ մեղադրանքը։ Հետո ինչ արեցինք, վաղեմության ժամկետները հնարավոր բոլորը անհնար լրացվեցին ու մարտը խուսափեց քրեական պատասխանատվությունից, ճիշտ է։ Այսինքն նույնը Սերժ Սարգսյանի մասով։ Հիմա առաջադրվեց մեղադրանք 2-3 տարի թե 4 տարի, որից հետո մարտը արդարացվեց ու հիմա վերաքննիչ դատարանը կարծեմ բեկանել է եւ ուղարկել է ստորադատ դատարան նոր քննության։ Հասկանում եք, ես բազմիցս անգամ կրկնել եմ հարգելի Աննա, մեկ անգամ եւս ուզում եմ վերահաստատել։ Դա բրիտանական ասացվածք է, որտեղ հստակ ընդգծվում է. ուշացած արդարադատությունը դա մերժված արդարադատություն է։ Այլևս այս մարդկանց գործերով իրականացվող քննությունները որևէ մեկի մոտ հետաքրքրություն չեն առաջացնում, որովհետեւ ինչ որ մի փուլ հետո հանրությունը փոխում է իր ուշադրության վեկտորը։ Հիմա արդեն ուշադրության մանրադիտակի օբյեկտի առաջ հայտնվել է գործող իշխանությունը։ Եկել է գործող իշխանության կողմից հանրությանը հաշվետվություն ներկայացնելու ժամանակը։ Եւ հետո այն դիսկուրսները, որոնք առկա են պարլամենտում, պարլամենտից դուրս, այլ օրակարգերում, վկայում են մի բանի մասին, որ այսօր այս իշխանությունը իր գործունեության 7 տարիների ընթացքում ցավոք սրտի այսօր չի կարող այնպիսի արդյունքներ արձանագրել, որոնք հնարավորություն կտան հանրության մոտ ձևավորելու վստահության մթնոլորտ իմ կողմից մատնանշված ոլորտներում, որովհետև իրենք շատ լավ հասկանալով հանդերձ, իրենք ընդունում են այդ սխալները, այդ բացթողումները, այդ ձախողումները։ Հակառակ դեպքում, եթե իրենք չանեին, իմ մոտ հարց կառաջանար, եթե այդ մարդիկ լավ են աշխատել կամ աշխատում, ինչու է այդ մարդկանց աշխատանքից ազատում, որովհետև չի կարող հակակոռուպցիոն կոմիտեի լավ աշխատի։ Բայց հենց դա եմ ասում, պարոն Նորկյան, դա ցուցիչ չէ, որ իրենք անհանդուրժող են նման երևույթների կամ նույնիսկ այդ վատ աշխատանքի նկատմամբ։ Ես մի առիթով նշել եմ, հիմա վերահաստատեմ։ Կհիշեք նախորդ իշխանությունների տարիներին, որ մի ենթադրյալ կոռուպցիոները կամ որ մի կոռուպցիոն սկանդալներ այսպես բացահայտվել, ես վերջնարդյունքի մասին չեմ խոսում։ Ինքնին երևույթի բացահայտման մասին եմ խոսում։ Ես հավաստիացնում եմ ձեզ, հենց այդ ամեն ինչն էլ բերել է իշխանությունների նկատմամբ ատելության ու զզվանքի մակարդակի մեծացմանը։ Եվ հենց այդ ատելություն ու զզվանք, այդ անվստահությունը բերեց 2018 թվականին, երբ որ 100,000-ավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց, բայց այդ 100,000-ավոր քաղաքացիները դուրս չեն եկել փողոց, որ այս իշխանությունը գա ու ոչ մի բան չանի։ Այս իշխանությունը նրա համար է եկել իշխանության, որ իրականացնել իր տված խոստումները։ Հիմա տեսեք, խնդիրը հետևյալն է։ Դուք խոսում եք կոռուպցիայի պայքարի դեմ իշխանության կողմից դրսևորված անհանդուրժողականության մասին։ Ես ասում եմ շատ լավ, նույնիսկ եթե դա արդյոք ունեն թե չունեն, փաստերը ինչ են վկայում։ Եթե դա վկայում եք, դուք ինձ ասեք արդյունքը։ Այ հենց ամենամեծ խնդիրն այդտեղ է, որ մենք արդյունքների մասով ամենամեծ դժգոհություն ունենք։ Տեսեք, տարիներ շարունակ թմբկահարվում էր, որ երկրում կան բազմաթիվ թալանչիներ, որ երկրում եղել են կոռուպցիոն, համակարգային կոռուպցիոն տարբեր դրսևորումներ։ Հասարակության մեջ էլ այդ հարցերը եղել են, մինչև հիմա էլ կան եւ կան բազում դատական գործեր, բայց արդյունքը չկա։ Եվ հիմա էլ ասեմ, պատժվածների մասը շատ քիչ է, շատ ենթադրյալ թալանչիներ այսօր նույնիսկ քաղաքական դաշտում են, կոռուպցիոն նույնիսկ հերոսացվում են, նույնիսկ լեգալիզացվում են, մաքրվում են եւ այս նրանք ովքեր որ իբրև թե կասկածվում են ապօրինի գույք ունենալու մեջ, իրենք լավ էլ կարողանում են այդ գույքին տիրապետել եւ որոշ դեպքերում նույնիսկ վաճառել դա, այս հարցերի վերջնարդյունքի մասին է։ Գուցե այստեղ դժգոհությունն օբյեկտիվ է, ոչ թե գուցե այո օբյեկտիվ է։ Այո, եւ մենք դա էլ ասում ենք, ես վերջի 3-4 տարիներին հենց դա էլ ասում եմ եւ ավելին ընդգծեմ, քանի արդարության ճգնաժամը Հայաստանի Հանրապետությունում չի հաղթարվել, քանի իսկապես Հայաստանի Հանրապետությունում բոլոր հանցագործները պատասխան չեն տվել, քանի իսկապես Հայաստանի Հանրապետությունը պղծած, ընտրական համակարգերը պղծած, ընտրողների ձայնը կեղծած, Հայաստանի Հանրապետությունը ներկայիս ձախողմանը հասցրած բոլոր պատասխանատուները պատասխանատվության չեն ենթարկվել, քանի Հայաստանից ու հայ ժողովրդից թալանվածը չի վերադարձվել, քանի Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կաշվի վրա չի զգացել, իսկապես Հայաստանի Հանրապետության փողոցներով քայլելիս չի ընկալել, որ ինքը իսկապես ապրում է կոռուպցիայի ձեռ երկրում եւ իր իրավունքները խախտված չեն եւ իրավունքները պաշտպանվում են եւ որևէ մեկը չի կարող վերահսկողությունից դուրս լինել
եւ անձեռնմխելի լինել, այս ճգնաժամն ու անվստահությունը շարունակվելու է։ Ես դες հավաստիացնում եմ, հետեւաբար իշխանությունն էլ ընդ որում ասեմ հասկանում է այս ամեն ինչը։ Դրա համար էլ եթե նկատել եք Նիկոլ Փաշինյանը բոլոր ուղղություններից ամենագլխավորը դարձնում է իրավական համակարգին, ինքը շատ լավ հասկանում է, որ ինչի համար է հասարակության ներվը դեռևս մնացել օդի մեջ, ինչի համար է հանրությունը նյարդային, որովհետև հանրությունը իսկապես այլ ակնկալիք ուներ, հանրությունը իսկապես սպասում էր, որ Հայաստանի Հանրապետությունը կեղեկած թալանած հանցագործները պատասխան պիտի տան։ Եվ եթե 7 տարի մարդը տեսնում է, որ իր ակնկալիքը չի իրականացվել եւ իրեն ուղղակիորեն խաբել են, ինքը խաբված է զգում, այստեղ արդեն իշխանության հասարակության մեջ խզվում է կապը, այստեղ արդեն օբյեկտիվորեն լեգիտիմ հարց է առաջանում։ Եղբայր, ուրեմն դու ի վիճակի չես կատարել քո աշխատանքը, դու քո տեղում չես, դու սպառում ես քեզ, դու դադարում ես արդեն վստահություն ներշնչել։ Եվ ի վերջո գիտեք ինչ, խոսելու չեմպիոն են։ Այդ առումով միգուցե կարող եմ ասել անհաղթելի չեմպիոններ են։ Այսինքն, բայց խոսքի ու գործի միջև եթե կա անդունդ, այդտեղ մի օր այդ խզումը բերելու են նաև լուրջ բողոքի։ Եվ ի վերջո պետք է արձանագրեմ հետևյալը, գալու է մի պահ, որ մեր ժողովուրդը իսկապես հաշվի է պահանջել։ Վկայաբերեցիք դատախազության հաշվետվության այն կտորը, որ սպանությունները եւ առանձնապես ծանր հանցագործությունների թվերը աճել են։ Դատախազության այդ տարեկան հաղորդման մեջ օրինակ նշվում էր, որ 24 թվականին դատարաններում քննվել ու ավարտվել է 9830 քրեական գործ, 10690 անձի վերաբերյալ եւ նախորդ տարվա 23 թվականի հաշվետվության համեմատությամբ սա 93.5%-ով ավելի է։ Ցուցանիշը լավն է թե վատն է։ Նույնիսկ եթե արձանագրում ենք, որ սպանությունների կամ առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճ կա։ Մենք հարաբերական պետք է դիտարկենք դինամիկը մեջ 1 տարվա ուրեմն ընդհանուր աշխատանքը հնարավոր չի հիմք ընդունել ընդհանուր գնահատականի տալու համար։ Պետք է մի քանի տարիների ընդհանուր վիճակագրական տվյալները համադրել, որպեսզի մենք հասկանանք ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում վարվող քաղաքականությունը այդ ոլորտում ինչպիսին է։ Բայց տեսեք, ես երկու հանգամանքի վրա ձեր ուշադրությունը հրավիրեցի։ Ինձ որպես քաղաքացու չափից դուրս անհանգստացնում է թմրամիջոցների շրջանառությունը ապօրինի։ Ինձ չափից դուրս անհանգստացնում է այդ հանցագործությունների ներթափանցումը դպրոցներ եւ զինված ուժեր։ Այո, անչափահաս հանցագործությունների երիտասարդացումը վերջի շրջանում անչափահասների կողմից սառը զենքի գործադրմամբ իրականացված բռնությունները, խուլիգանական արարքները ուղղակիորեն տագնապի ազդանշան են։ Այսինքն մենք այստեղ իրավապահ մարմինների հետ միան գործ չունենք աշխատանքի, այստեղ մենք կրթական համակարգի, ընտանիքների հետ կապված, մենք ընտանեկան բռնության հետ կապված խնդիրները բավականին վերջի տարիներին իրենց զգացնել են տալիս։ Այսինքն մենք մի իրավիճակի հետ գործ ունենք, երբ որ համապարփակ լուծում է անհրաժեշտ հանրության հետ Հայաստանի Հանրապետության ներսում մեր ներքին մարտահրավերների թվին դասվում է եւ այդ չափը մեծանում է այս իմ կողմից մատնանշված հանցագործությունների տեսակները, ինչը շատ խորը մտահոգիչ է, դա որակապես փոխում է մեր հասարակության պատկերը, հասարակության կազմը, հասարակության ընկալումները։ Այստեղ պետությունը պետք է տագնապ բարձրացնի իշխանությունը եւ կարողանա շատ կտրուկ վիրահատական միջոցներով փորձի այդ ամենի դեմը առնել։ Պարոն Օրգյան, ներողություն թատելու համար, իսկ հնարավոր է, որ ուղղակի բացահայտումների թիվն է ավելացել։ Չեմ բացառում, հնարավոր եմ համարում, տարածորեն 3, եթե չեմ սխալվում, հակակոռուպցիոն կոմիտեն միանգամից 9 ոստիկանի էր ձերբակալել, այսինքն, եթե չեմ սխալվում, հանցագործության դեպք թաքցնելու առումով, ես այդ տխրահռչակ ավանդույթը, ինչպես նախկինում, չեմ բացառում նաև, որ հիմա էլ է շարունակվում եւ չեմ բացառում ձեր ասածը, որ դա այդպես կլինի։ Դատախազության տարեկան հաղորդման մեջ օրինակ падգամավորներին զարմացրել էր այն, որ հոկտեմբերի 27-ի դրվագին անդրադարձ չկար, թեև դատախազը պարզաբանեց, որ ուղղակի նախաքննության շահերից ելնելով այդ հարցին չենք անդրադարձել։ Մենք սրա մասին պարբերաբար ենք խոսել անգամ եթերում միասին։ Ինչ եք կարծում, ի վերջո այս գործի վերջը կերևա թե ոչ։ Ես զարմանում եմ այդ падգամավորների վրա, որ իրենց ակնկալիքը արդեն նա է, որ հոկտեմբերի 27-ի մասին հիշատակում պետք է լինի ընդհանրապես դատախազի տարեկան հաղորդման մեջ։ Այդ գործը պետք է վաղուց բացահայտված լիներ, այդ գործով պետք է Հայաստանի Հանրապետության հասարակությունը իրազեկված լիներ կազմակերպիչների մասով, կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկված լինեին գոնե 2018 թվականից հետո։
որովհետև այն քաղաքական թիմը, որ այսօր իշխանության է, եւ այդ քաղաքական թիմի գործընկեր քաղաքական թիմերը նրանք, ովքեր մինչև 2018 թվականը մշտապես ասում են, որ քանի դեռ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի իշխանության են, հոկտեմբերի 27-ը չի բացահայտվելու, որ պայն նրանք դադարեն իշխանության լինելուց, հոկտեմբերի 27-ը բացահայտվելու է։ Հիմա 7 տարի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ոչ միայն իշխանության չեն, այլև, ինչպես ասում են, հարգելի գործընկերներ են, որոշ իշխանական ներկայացուցիչների համար դարձել, ընդդիմության առաջնորդներ են, ինչն է խանգարում, որ հոկտեմբերի 27-ը բացահայտվի։ Գուցե այդտեղ նաև քաղաքական դրվագներ կան, նաև դա է պատճառը, բացի իրավականից։ Ինչ դրվագ ուզում էր լինել, իշխանությունը պարտավոր էր, ընդ որում ոչ միայն հոկտեմբերի 27-ը։ Նաև մարտի 1-ը։ Ոչ միայն մարտի 1-ի, նախորդ տասնամյակներում 20-ից ավել քաղաքական հնչեղություն ունեցող սպանություններ են Հայաստանի Հանրապետությունում կատարվել, որոնցից որևէ մեկը չի բացահայտվել։ Դուք պատկերացնում եք, իր գրասենյակում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ է սպանվել։ Նախարարներ, վերահսկողական ծառայության ղեկավար, այդ չասեմ ինչ բնույթի։ Ախր դրանցից որևէ մեկը չի բացահայտվել։ Մարտի 1-ի կազմակերպիչները չեն բացահայտվել ու չեն դատապարտվել։ 2020 թվականի Արցախյան աղետալի պատերազմից հետո որևէ կոմպետենտ անձ, որը պատասխանատու էր պատերազմի կրած ձախողումների, պարտությունների համար պատասխանատվության չի ենթարկվել։ 2016 թվականի ապրիլյան քարոզիայի ընթացքում տեղի ունեցած ձախողումների թերությունների համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ով 2018 թվականին հայտարարում էր, որ ասում էր մեր իշխանության գալուց հետո Հայաստանի Հանրապետությունում ընտրակաշառք բաժանած որևէ կուսակցություն կամ քաղաքական ուժ պետք է դադարի գոյություն ունենալ եւ նրանց գործունեությունը պետք է դադարեցվի։ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք որևէ ընտրակաշառք բաժանող չի պատասխանատվության ենթարկվել։ Ինչի մասին եք դուք խոսում։ Հիմա հոկտեմբերի 27-ը այո ամենացածուն հնչեղ ահաբեկչական գործողություններ եւ 7 տարի անց հիմա ակնկալել, որ այդ քրեական գործը այս իշխանության օրոք կբացվի, ես չգիտեմ։ Եթե կան այլ ասպեկտներ, այլ խոչընդոտներ, արտաքին ներազդման հանգամանք, թող ազնիվ լինեն ժողովուրդը, ասեն ժողովուրդ ջան, մենք ունենք այնպիսի արգելակներ, պատնեշներ, որոնք հնարավորություն չեն տալիս մեզ այս գործով գնալու մինչև վերջ։ Լավ, մի քանի այլ հարց ներքաղաքական կյանքից եւ ավարտենք զրույցը։ Համապետական ընտրությունների նախաշեմին, պարոն Նորիկյան, քաղաքական դաշտի հիմնական առանցքային գոնե ինստիտուցիոնալ առումով քաղաքական ուժերը էլի Արցախյան հարցը իրենց համար միմյանց դեմ մեղադրանքի գործիք են օգտագործում։ Նախկին երկու նախագահները իրենց վերջին հայտարարություններով կրկին փորձում են իրենց կառավարման ժամանակաշրջանը ներկայացնել փայլուններից եւ ամեն ինչը բարթել 18 թվականից այս կողմի վրա եւ բնականաբար այս կողմից էլ նույն մեղադրանքները հնչում են մյուս կողմի հասցեին։ Որն է նախկին նախագահների նախակտիվացման, նախընտրական այս փուլում պատճառը եւ որն է նրանց իրական նպատակը՝ ընդդիմադիր դաշտում իրենց տեղն ամրապնդելը, թե գալ իշխանության։ Եվ այս փուլում եւ նա, բայց ասեմ ձեզ շատ կարեւոր ասպեկտի մասին հիշատակեցիք, եթե մինչեւ 2021 թվականը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած բոլոր իշխանապողությունների հիմքում առանցքում եղել է Արցախի խնդիրը, հիմա պետք է ազնվորեն եւ աներկբայորեն արձանագրեն, որ առնվազն տեսանելի ապագայում Արցախի խնդիրը չի դառնալու այն առանցքային հարցը, որի հետևանքով կամ պատճառով Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենա իշխանապողություն։ Իշխանապողության պատճառները, դրդապատճառները պետք է այլևս այլ հիմքերի վրա դնել եւ այլ ոլորտերում փնտրել ու գտնել։ Գործող տիտղոսային ընդդիմությունը փորձում է պահպանել դիրքերը ու վերարտադրման առնվազն ունեցածը պահելու, իսկ հնարավորության դեպքում իշխանության վերադառնալու ուղիները որոնում։ Ես ակնկալում եմ հետեւյալը, որ 2026 թվականին մեր հասարակությունը իսկապես կշռադատված ու սթափ ընտրություն է կատարելու, մերժելով գործող քաղաքական համակարգին, մասնավորապես թե իշխանությանը, թե ընդդիմությանը, Հայաստանի նոր շունչ է անհրաժեշտ եւ մեր ժողովուրդը վաստակել է ավելի արժանապատիվ, ավելի ինտելեկտուալ, ավելի խելացի, ավելի շրջահայաց իշխանություն ձևավորելու, որովհետեւ եկեք պարզ խոսենք, մենք ունենք 7 տարի գործող իշխանություն, մյուս տարի արդեն 8 տարի նրանց կլրանա իշխանության, մենք ունենք հավակնորդ նախկին իշխանություններ, որոնց իշխանությունը տեսել ենք շուրջ 20 տարի, ճիշտ է։ Հիմա մեր հասարակությունը պետք է շատ պարզ իր համար
որոշում կայացնի։ Տեսել է եւ նախկիների աշխատանքը, տեսել է եւ գործողների աշխատանքը։ Մեր հասարակությանը պետք է դուրս բերել այս փակ գործող եւ նախկին իշխանությունների այս փակ շղթայից եւ նրանց այլընտրանք ունենալու հնարավորություն տա։ Հենց այդտեղ է խնդիրը, որ այդ այլընտրանքը հասարակությունը նույնիսկ այդ երրորդ տարբերակների մեջ չի գտնում։ Ոչ թե չի գտնում, այլ գործող իշխանությունը նախկին իշխանությունների հետ միասին ձեռքի տված այս հարցում հանդիսանալով որպես բնական դաշնակիցներ, իրենք իրենց քարոշչա մեքենայով, իրենք իրենց հնարավորություններով, ռեսուրսներով ամեն ինչ անում են, որպեսզի իրական քաղաքական այլընտրանքը եւ գործող իշխանությանը եւ գործող խորհրդարանական ընդդիմությանը չձևավորվի։ Ես ձեզ հավաստիացնում եմ, երբ որ օրը մենք որպես համեստ հնարավորություններ ունեցող քաղաքական ուժի հանդես են գալիս օրվա իշխանության քննադատությամբ, այդ իշխանությանը սպասարկող, այսպես ասած, կեղծ օգտակերերի թիրախ ենք դառնում, որ նախկին իշխանությունների հանդեպ ենք մեր քննադատական մոտեցումը ցուցաբերում, այդ օրերին այդ ուժերի կեղծ օգտակերներն են մեր հարձակման թիրախ դարձնում։ Այսինքն ինչի հետ մենք գործ ունենք։ Մենք ունենք մի փակ շղթայի հետ, որ հանրության աչքերը կապելով կամ այդպիսի տպավորություն ձևավորելով, որ հարգելի հայ ժողովուրդ, բացի Նիկոլից, Քոչարյանից ու Սերժից դուք ուրիշ ընտրություն անելու հնարավորություն չունեք։ Ժողովուրդ ջան, սա ինքնախապեյություն է։ Մենք տեսել ենք այս մարդկանց կառավարման ժամանակահատվածը եւ ցավալին նա եւ խնդրում դուք ուշադրություն դարձնեք, որ այսօր պարլամենտում բացառապես այն ուժերն են, որոնց գործունեության արդյունքում է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։ Այդ ինչպես ստացվեց, որ բացառապես ձեր գործունեության արդյունքում մենք միայն ցախողումներ ենք արձանագրում վերջի 20-30 տարիների ընթացքում ու հանգարց ձեզանից բացի ուրիշ որևէ մեկին ընտրելու հնարավորություն չպետք է ունենա մեր ժողովուրդը։ Դուք ի վերջո գիտեք ինչ, ես ուզում եմ ձեր հարցին ավելի համապարփակ պատասխանել։ Մեր ժողովուրդը ինչ վարչապետի տեխնացիա է ուզում, որ մեր հասարակության մեջ չկա։ Մեր ժողովուրդը ինչ падգամավորներ են ուզում, որ մեր հասարակության մեջ չկա։ Այդ ինչ քաղաքական ուժ եք ուզում տեսնեք, որը չունի համապատասխան օրակարգ։ Ինչպիսի քաղաքական այլընտրանք էլ ձևավորվի, ես ձեզ հավաստիացնում եմ, այդ քաղաքական այլընտրանքը լինելու է գործող եւ նախկին իշխանություններից մի գլուխ բարձր, եւ ինտելեկտով, եւ մտածողությամբ, եւ ռազմավարական պատկերացումներով, եւ արժեքային համակարգով։ Այս իշխանությունները օբյեկտիվորեն, սուբյեկտիվորեն լավ, վատ, ճիշտ, սխալ նախորդ իշխանությունների տրամաբանական շարունակությունն են։ Այս իշխանությունները կարող են անել այն, այսքանը կարող են եւ արել են այն, ինչ հնարավոր են համարել եւ արել են։ Այլևս մենք պետք է որակապես նոր պատկերացումներով նայենք Հայաստանի Հանրապետությանը։ Եվ ես հույս ունեմ, որ մենք 26 թվականի խորհրդարանական ընտրություններին ձևավորենք նոր իշխանություն, նոր ընդդիմություն։ Հայաստանին պետք է նոր իշխանություն եւ նոր ընդդիմություն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շատ։ Զրուցակիցս Նորայր Նորիկյանն էր։ Կհանդիպենք։